Փաշինյանը պնդում է, որ վեհափառի եղբայրը գործակալ է։ Դուք ինչ կարծիք եք։ Կարծիք չունեմ, տելևիզորով հաղորդեց, փաստաթղթերով բանով ասեց։ Այդ մասին նաև ասել էր Զարուհի Բոստանջանյանը եւ այլը տարբեր ժամանակներում այդ մասին խոսակցություն եղել է, նա նոր չասեց։ Նոր չի եղել, դա վաղուց է եղել։ Պրոստը այդ հին արխիվը բացել են, որպեսզի ավելի իր գործողությունները իրատեսական լինի, հին էլ նորի հետ խառնումա բնականաբար, այդպես է էլի։ Իսկ ինչ է կարծում ինքը հենց Փաշինյանը որևէ պետության գործակալ կարող է հանդիսանալ թե ոչ։ Կարող ասել, դա անկեղծ ասած, գիտեք ինչն է մեր մոտ վատը, որ կապ ունի անդիմադիր թե բանա չի կարելի նախ ատելություն սերմանել ոնց որ այն օր բանավեճի ժամանակ Մարինե Պետրոսյանը բանաստեղծ Մարինե Պետրոսյանը այնքան իրան անկարգ, բայց դա բանաստեղծի կոչում չէր։ Այնպես պետք է մարդու մասին խոսել, նա էլ է մերը, այն մյուսն էլ է մերը։ Ամեն դեպքում հայա եւ այն հավատակը, որ մենք խոսում ենք, շատ էլ որ բաժանվել եմ այլախոհության, մտածելակերպի տարբերության, ես ես դիմացն եմ ապրում 18 թվականին ժողովրդական շարժման ժամանակ Բակի աղբտայել էի, Բակի կողմից թափում էի, տեսա Սերժ Սարգսյանի նկարը, մեծ նկար էր, ստվարաթղթի վրա։ Գետինը ընկած է ժողովուրդը ոտով, ես վերցրել եմ, բերել եմ մեր Պադիեզդի գազի տրուբայի դեմքով շրջել եմ, լսի, որպեսի ոտերի տակ, որտեղ դա մեր նախագահն է եղել 10 տարի։ Հասկացա, որտեղից ես շատ ցավ եմ ապրում, որտեղից իմ ազգի մեջ այսքան ատելություն, թեկուզ հակառակ բևեռի նկատմամբ, ատելության այդ ցնցումնալից նոպաներ, որ պատրաստ են հոգեբանորեն հոշոտելու, ամենավերջի խոսքը ասելու, որտեղ իրանց նման չեն մտածում։